Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սամվել Շահրամանյանին հրավիրել են քննչական կոմիտե, ինչ գործի շրջանակում է քննությունը։ Հրապարակվել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի եզրակացությունը, ինչ մանրամասներ է հայտնել փաստաբանը։ Ադրբեջանի նոր ռազմավարությունը, ինչ է ներառում Ադրբեջանի կրթական ծրագիրը։ Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս 4 փաստաթուղթ, ինչ են քննարկել 5 ժամ տևած բանակցություններին։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր կհարցաքննվի քննչական կոմիտեում։ Facebook-ում գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Ըստ Ռոման Երիցյանի երեկվա դատական նիստից եւ լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է քննչական կոմիտե Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Հիշեցնեմ, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Շահրամանյանի հայցը ընդդեմ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի գործով դատական նիստը։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը դատի էր տվել դասագրքի հեղինակին Արցախի հանձնման համար իրեն մեղադրելու համար։ Ինչ վերաբերում է թե ինչպես եմ ես կարողացել դուրս գամ այս իրավիճակից եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, ես այս պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեռ կար process-ներ, որոնց հնարավոր է ձեր հարցին պատասխանը խանգարի։ Այդ process-ները ավարտված չեն։ Չէ, ոչ, ավարտված չեն։ Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է թեմի առաջնորդի գործողությունները։ Հայտարարության մեջ ասված է, որ խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել եւ այն չի բխել իրենց միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ Այս կապակցությամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել եւ դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները։ Թեմական խորհուրդը վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում, համապատասխան կանոնակարգերի, ավանդության եւ ազգային արժեհամակարգի սկզբունքով։ Մենք մնում ենք հանձնառու մեր ժողովրդի շահերի ներկայացման ու եկեղեցական կարգի պահպանմանը եւ կարեւորում ենք, որ ապագա քայլերն ու որոշումները կայացվեն փոխադարձ հարգանքի, համաձայնեցման եւ ներհամայնքային միասնականության հիման վրա։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, որի 2 օր առաջ երկար լռությունից հետո առաջին անգամ արձագանքել էր իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի վերաբերյալ աղմուկին եւ նշել, որ ինքը առնչություն չունի տեսանյութերի հետ, նույն դիրքորոշումը երեկ հաստատել է քննչական կոմիտեն, հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Պարզվում է, այսքան աղմուկ հանած տեսագրության եզրակացությունը ըստ Բաբայանի բաղկացած է ընդամենը 1 էջից, որի կեսից ավելին լուսանկար է, այսինքն ամբողջ եզրակացությունը ուղիղ կես էջ է։ Փորձագետը տեսագրության մեջ պատկերված անձի եւ համացանցից որպես նմուշ վերցված Արշակ Սրբազանի լուսանկարը համեմատել է իրար հետ եւ քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի եւ կզակի շրջանի ձևը նաեւ սանրվածքը համընկնում են եւ այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոց, եզրակացրել է, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ հա էլի, նման են իրար։ Պարզ չէ, որ ցանկացած մեկին ցույց տաս այս տեսագրությունն ու Արշակ Սրբազանի նկարը նա էլ կասի նման են իրար։ Սա է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն քննչականին չի հետաքրքրել, թե տեսագրությունն իրական է արդյոք, թե օրինակ արհեստական բնականությամբ ստեղծված, կամ հնարավոր է, որ մոնտաժման միջոցով է ստեղծվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։
Երեկ Հայաստանի կառավարությունը հրապարակել է Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, որոնք Նիկոլ Փաշինյանն էր խոստացել հրապարակել մինչև տարեվերջ։ Առանձին հոդվածներով հրապարակվել են ԵԱԿ Մինսկի խմբի 2016 եւ 2019 թվականների ներկայացրած առաջարկները, այսպես կոչված Կրակովի եւ Կազանի փաստաթղթերը, մադրիդյան սկզբունքները, Ռուսաստանի փաթեթային առաջարկները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին եւ այլ փաստաթղթեր։ Փաստաթղթերին կից հրապարակված պարզաբանման մեջ ասված է, որ դրանք ամբողջական պատկերացում պետք է տան մինչև 2020 թվականը բանակցային գործընթացի մասին։ Կառավարության այսպես կոչված բացահայտումների մասին նախնական մեկնաբանություն ենք ստացել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանից, որը նշել է, որ շատ քիչ նորություն կարելի է գտնել հրապարակված փաստաթղթերում։ Գեժամ 40 րոպե առաջ հրապարակել, ամբողջը իհարկե չեմ հասցրել ցանոթանալ, նայել եմ որոշը, ինչպես տեսնում եք, կա ինչ-որ մի փաստաթուղթ, որը կոչվում է Ղարաբաղի եւ Մեղրիի փոխանակման, բայց բացակայում է, օրինակ, Կիևստի փաստաթուղթ։ Այն թուղթը վերադրվել է նախագահների սեղանին 2001 թվականի ապրիլին Կիևստում։ Եվ դրանից բացի էլ մի շատ հետաքրքիր զուգադիպություն, պատահականություն։ Երեք դեկտեմբերի 1-ին Մինսկիական վերջնականացումը Մինսկի խմբի լուծարման գործընթացը կայքից հեռացում են բոլոր փաստաթղթերը եւ հաջորդ օրը կառավարությունը հրապարակում է ինչ-որ թղթեր։ Որում է թղթերի բացարձակ մեծ համաստությանը հասարակությանը հասանելի է թե Լիսաբոնի հայտարարությունը, թե Բուդապեշտի հայտարարությունը, թե ԵԱՀԿ ներկայացված փաստաթղթերը։ Դրանք հրապարակել օրինակ Կազեմիրովը, նույնիսկ Ազգային ժողովի գրադարանի կայքում որոշ փաստաթղթեր կան։ Գյուտ չի արվել։ Թերևս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել 19 թվականի փաստաթուղթը, որը ինքն է ստացել, եւ Կրակովի փաստաթուղթը, որի հատվածն է ինքը խոսել է Նիկոլ Փաշինյանը, եւ 10 թվականի Կրակովի փաստաթուղթը, որը հրապարակվել է մասամբ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի փետրվարին։ Հրապարակված փաստաթղթերին արձագանքել են նաև նախկին նախագահների գրասենյակները։ Հայ ազգային կոնգրեսը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմիցս պահանջել է, որ գործող իշխանությունը հրապարակի փաստաթղթերը, սա համարում է հանրության եւ քաղաքական ուժերի ճնշման արդյունք։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով իրենց բոլոր հայտարարությունները հաստատվել են, եւ եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապա շրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ, Քարվաճառի եւ Բերձորի նկատմամբ վերահսկողություն եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ տրամագծով։ Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին, եւ դա անգամ ավելի կարևոր պահանջ էր։ Փաշինյանն այն չի հրապարակել, կա երկու հնարավոր բացատրություն։ Առաջին, Փաշինյանը թաքցնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանը, ինչն էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Երկրորդ, պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանն ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստորեն մերժելով բանակցությունները եւ բացելով կործանարար պատերազմի դուռը։ Իսկ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը անդրադառնալով հրապարակված փաստաթղթերին ասել է, որ դրանք փաստաթղթեր են, անվանելը ամբողջության մեջ մի քիչ սխալ է։ Այդտեղ չկա Կիևստի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանը։ Դրա փոխարեն իրենք դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է հայկական ժամանակում։ Վարչապետ Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ բառերի ու անվանում է դա փաստաթուղթ։ Եթե ինքը Կիևստը հրապարակեր, միանգամից այդ միֆը, թե Մեղրին տալիս էին, հոդս էր ցնդելու։ Եվ ամենակննարկվողը հրապարակվել է նաև Սերժ Սարգսյանի հայտնի նամակը Վլադիմիր Պուտինի, որը վերաբերյալ նախնական մեկնաբանություն ենք ստացել Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից։
Այնտեղ հիմնական թեման, որը իշխանությունը փորձում է մանիպուլացնել, վերաբերում է բալանսի պահպանմանը, ուժերի հավասարակշռության պահպանմանը, եւ ուզում հիշեցնել, որ այդ նամակից հետո Հայաստանի Հանրապետությունը արտոնյալ պայմաններում երկու միջպետական պարկ է ստացել Ռուսաստանից, որը ուղղվել է իրական կարիքներին եւ զինված ուժերի արդիականացմանը։ Այդ վերջին փաստաթղթում, որը իշխանությունը ներկայացնում է որպես նախորդ իշխանությունների ժառանգություն մնացած փաստաթուղթ, ներկայացված են այն կարևորագույն դրույթները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որոնք որոշակի միգուցե փոփոխություններով նաև եկել էին նախորդ ժամանակահատվածից։ Որտեղ առաջնային թեման վերաբերում է ինքնորոշման իրավունքի իրացմանը, այդ թվում Արցախում հանրաքվեի իրականացմանը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, այնտեղ նշված էր հստակ Հայաստանը Արցախին կապող միջանցքի գաղափար, այնտեղ նշված էր Լեռնային Ղարաբաղի միջև նաև եւ միջև հանրաքվեն եւ հանրաքվեից հետո միջազգային խաղապահ ուժերի գործունեությունն ու սահմանները, այնտեղ հստակորեն նկատելի էր Արցախում հանրաքվեի իրականացումը այն պայմաններով, որը ներկայացված էր հայկական մոտեցումներում, մասնավորապես 80 թվականի համամասնությամբ, որի պայմաններում 75% եւ ավելին կազմում էին հայեր։ Հետաքրքիր է, որ կառավարության հրապարակած Ղարաբաղյան փաստաթղթերը հայտնվեցին հանրության ձեռքի տակ հենց այն ժամանակ, երբ ԵՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվեց։ Արխիվային գաղտնիքները իբրև բացվել են, իսկ Մինսկի գործընթացը, որը տարիների ընթացքում եղել է Հայաստանի գլխավոր միջնորդական հարթակը, այլևս գոյություն չունի։ Ինչ կորցրեց Հայաստանը եւ ինչ հնարավորություններ է բացում ստեղծված նոր վիճակը, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Վիեննա, 2025 թվական, դեկտեմբերի 1։ ԵԱՀԿ-ն ամբողջովին դադարեցրեց Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով Հայաստանը վերջնականապես կորցրեց Արցախի հարցը կարգավորող միջազգային հիմնական գործիքը։ Գործընթացն իրականացվեց 2025 թվականի սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշմամբ ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների կողմից։ Այն հաջորդեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին։ Քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո լուծարվել էր վաղուց։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո լուծարվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, որովհետև ցանկացած միջազգային մանդատով օժտված բանակցային հարթակ, եթե խաղաղ բանակցությունների միջոցով չի կարողանում հակամարտության կարգավորման այս կամ այն տարբերակ իրականացնել կամ կյանքի կոչել, եւ խնդիրը գնում է փակուղի կամ պատերազմական լուծում է ստանում կամ կոնֆլիկտը ռեէսկալացիայի փուլը մտնում, նշանակում է, որ այդ դիվանագիտական բանակցային մանդատը տապալվել է։ Ըստ քաղաքագետի Ադրբեջանի խնդիրը շատ պարզ էր։ Հայաստանի պաշտոնակիցների հետ համատեղ քայլերով նաև դե յուրե վերացնել Մինսկյան պլատֆորմի տեսքով առկա խոչընդոտը։ Ադրբեջանն այս գործընթացը պլանավորել էր դեռ քառօրյա պատերազմից հետո, երբ վետո կիրառեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության նկատմամբ, կարծում է Աբրահամ Գասպարյանը։ Իսկ թե ինչ կորցրեց Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ, բացի Արցախին վերաբերող բանակցային կարևորագույն գործիքից, պարզաբանում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։ Հայաստանը ինքնական փաստացի հրաժարվեց միջազգային կառույցների միջոցով արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունից։ Մյուս խնդիրը, որը ավելի էական է եւ ավելի խորքային եւ վտանգներ ներկայացնող, դա այն է, որ փաստացի ճանապարհ բացվեց Ադրբեջանի համար տարածքային պահանջատիրությունը խորացնելու, քանի որ կա այլևս նախադեպ, որ իրավական բալանսը խախտվել է վերջին լծակով, այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ, եւ Ադրբեջանը կարող է նաեւ պահանջատիրություն ունենալ, եւ սրանով Հայաստանը դարձավ ոչ թե սուբյեկտ, այլ հրաժարումով փաստացի դարձավ Ադրբեջանի բոլոր ապագա հնարավոր նկրծումները լեգիտիմացնող կողմ։ Ամեն դեպքում հնարավոր է արդյոք ԵԱՀԿ-ի ներքո վերականգնել Մինսկի խմբի նման մեկ այլ ձևաչափ։ Նշանակում է գործընթացը պետք է սկսել զրոյից։ Այդտեղ կա 57 մասնակից պետություն եւ երբ կոնֆլիկտը թեժ չէ, տաք վիճակում չէ, լրացուցիչ մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն բնականաբար չկա, որովհետեւ ԵԱՀԿ-ում շատ կարևոր միջպետական միջկառավարական կազմակերպություն է, որը ի տարբերություն այլ
համաշխարհային կառույցների որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիմքով։ Այսինքն չկա որևէ որոշում, որի նկատմամբ չլինի համաձայնություն եւ այդ պետությունը պարտավոր լինի կատարել այդ որոշումները։ 57 պետություններից որևէ մեկը դեմ արտահայտվեց, ուրեմն այդ որոշումը չանցնի։ Արցախի հարցը բարձրաձայնելու նույն ձևաչափը այլևս չի կարող կրկնվել, վստահ է Աբրահամ Գասպարյանը, բայց կան ելքեր։ Այս փուլում նվազագույնը պետք է կարողանալ մոբիլիզացնել մեր դիվանագիտական ամբողջ ռեսուրսը, գումարել Սփյուռքի լոբիստական կառույցների ամբողջ կարողականությունը եւ հասնել նվազագույնի, եթե ՀՀԿ ֆորմատի մասին ենք խոսում, ՀՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը գոնե արցախցիների հումանիտար վիճակի հետևողականության, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկխոսության, քաղաքակիրթ երկխոսության հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Այլ տարբերակներ եւս կան։ ՄԱԿ-ի հարթակը, Եվրամիության այլ ձևաչափեր, օրինակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազատությունների իրականացման գծով ջատագով կառույցների ներգրավումը, այս խնդրի նվազագույնը դիտորդական կարգավիճակով հետևելու համար, սակայն դիվանագիտական, լուրջ եւ հետեւողական աշխատանք պետք է տանել։ Անահիտ Սարգսյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարման պահանջի, Արցախի հարցը փակելու եւ մյուս ազգային ու պետական շահը վտանգի տակ դնող հարցերի հիմքը խաղաղությունն է թե պաշտոնական Երևանի, թե Բաքվի։ Սակայն Բաքուն կարծես շեղվում է խաղաղության խաչմերուկից։ Պաշտոնական Բաքուն կրթությունը գործածում է ոչ միայն գիտելիքի, այլև քաղաքական ու տարածքային օրակարգերը ամրապնդելու համար Հայաստանի դեմ։ Թեման ուսումնասիրել է իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստում իր հասարակությանը, այս անգամ կրթության միջոցով։ Բուհերում, քոլեջներում ու դպրոցներում բարձրացրել է ատելության չափաբաժինն ու նրանց սովորեցնում է։ Հայաստանի Հանրապետությունը կառուցվել է, այսպես ասված, հին Ադրբեջանի վրա։ Հայկական կողմը շարունակ խոսում է Հայաստանի ներկայացուցիչները, նրանց հարող շրջանակներ, որ խաղաղություն է, երկխոսություն է, գնում են խնդիրների լուծման ճանապարհով։ Ու այս ամենի ֆոնին կա զուգահեռ իրականությունը, որտեղ ադրբեջանցի երեխաներին, ադրբեջանցի երիտասարդներին կոչ են անում գրել շարադրություններ ներկայացնելով Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք։ Փորձում են ցեղերին հավաքել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ասում է Կարին Տոնոյանը, այնպես, ինչպես տասնամյակներ առաջ արել է Թուրքիան։ Նրանց ատելության առարկան հայն է, այդ նույն գործիքով, կրթությամբ Հայաստանի գործող իշխանությունը ըստ Տոնոյանի հային վերածում է ամբոխի։ Դրել են, մենք որպես հնագույն ազգ այսօր իդեմս իշխանությունների իրականացնում են ազգաքանդիչ քաղաքականություն, իրենք ուղիղ հակառակը եւ շատ սինխրոն է տեղի ունենում ամենակարևորը, նույն գործիքներով մենք քանդում ենք, նույն գործիքներով իրենք կառուցում են։ Եթե հայաստանյան դպրոցներում առաջինը սովորեցնում են ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ նախադասությունը, ապա Ադրբեջանում սկսվում եւ ավարտվում են հայը թշնամի է կարգախոսով։ Բեմադրություններում եւս նույն քարոզչությունն է։ Հիմա նաեւ շարադրությունների ու էսսեների բովանդակությունն է Հայաստանի դեմ։ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով Ադրբեջանում կրթության նախարարության ֆինանսավորմամբ եւ հասարակական միության նախաձեռնությամբ հրատարակվել է գիրք, որը ներառում է 10-ից 11-րդ դասարանների աշակերտ եւ քոլեջների ուսանողների մրցութային էսսեներ Արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Մրցույթն իրականացվել է Ալիևի ուղերձով։ Ադրբեջանում մի նոր վտանգավոր միտում է սկսվում, երբ մի ամբողջ սերունդ մեծանում է այն մտայնությամբ, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքը դա պատկանում է իրեն։ Եվ Ադրբեջանի նման պետության, փաստացի տոտալիտար պետության պայմաններում այնտեղ ոչ մեկ չի կարող հարցադրումներ առաջ քաշել, փաստեր առաջ քաշել, ասել, բայց ինչ եք մեզ օրինակ դասավանդում, այսպիսի բան ոչ մի գրքում, ոչ մի աշխարհագրական քարտեզում, ոչ միտեղ չկա, որովհետև ինքը զրոյից հորինված զավթողական կոնցեպտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքը պատմության մեջ որևէ քարտեզի վրա չի կարող նշվել ու չի նշված չի որպես արևմտյան Ադրբեջան։ Այսինքն սա նշանակում է ատելության, թշնամանքի, զավթողականության մի նոր ծրագիր։ Մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները դասագրքերում բովանդակային փոփոխություններ անելով ծառայում են նույն ադրբեջանական կենտրոնին, նշում է Կարին Տոնոյանը, որպես հակազդեցություն պետք է շրջանառել ազգային օրակարգով դասագրքեր, ինչը եւ անում են Տոնոյանն ու համախոհ ուսուցիչները։ Անի Աբաղյան, Եղամ Ղազարյան,
ABC Media։ Միջազգային լրահոսից Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան ստացել է ևս 4 փաստաթուղթ որպես հավելում Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանին։ Նրա խոսքով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են չհրապարակել բանակցությունների բովանդակությունը։ Նշեմ, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի եւ Քուշների հետ տևել է գրեթե 5 ժամ։ Ուիտկոֆը այս տարվա ընթացքում արդեն 6-րդ անգամն է այցելում Ռուսաստան։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Նա հավելել է, որ հենց այդ պատճառով են ամերիկյան միջնորդները Ռուսաստանում։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Բելգիայի ոստիկանությունը խոզարկություններ է անցկացրել Եվրամիության դիվանագիտական ծառայության գլխավոր գրասենյակում, ինչպես նաև Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում։ Պատճառը Եվրամիության միջոցների ենթադրյալ չարաշահումն է։ Ոստիկանությունն առգրավել է փաստաթղթեր եւ հարցաքննության կանչել 3 անձի։ Նշվում է, որ բերման են ենթարկվել Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար, Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրամիության դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինուն։ Չի կարելի ներում շնորհել Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար։ Խաղաղության համաձայնագրում Ռուսաստանի մաքրման ցանկացած քայլ կլինի ահռելի չափերի պատմական սխալ, հայտարարել է Եվրամիության արդարադատության հարցերով հանձնակատար Մայքլ Մակգրաթը։ Նրա խոսքով Ուկրաինայում խաղաղություն ապահովելու Թրամփի ձգտումը չպետք է ազատի Պուտինին ռուսական ուժերի կատարած ռազմական հանցագործությունների պատասխանատվությունից։ Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում եւ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին խոսելով խաղաղ կարգավորման մասին։ Հարցը որոշումներ կայացնելու դժվարությունը չէ։ Ես ունակ եմ որոշումներ կայացնելու։ Կարևոր է, որ այս ամենն արդար եւ բաց լինի, որպեսզի Ուկրաինայի մեջքի ետևում խաղ չլինի, որպեսզի առանց Ուկրաինայի ոչինչ չորոշվի, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինան ստիպված կլինի ցավոտ զիջումների գնալ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։ Նույնիսկ կարող է անհրաժեշտ լինել հանրաքվե անցկացնել, հավելել է նա։ Գերմանիայի տնտեսությունը գտնվում է ազատանկման մեջ, հայտնել են Գերմանական արդյունաբերության ֆեդերացիայից։ Տնտեսական միջավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ամենախորը ճգնաժամի մեջ է, սակայն Գերմանիայի կառավարությունը բավականաչափ վճռական արձագանք չի տալիս, ասել է ֆեդերացիայի նախագահ Պետեր Լայբինգերը։ Իտալական Պրադա նորաձևության տունը գնել է Վերսաչե ապրանքանիշը 1.4 միլիարդ դոլարով։ Վաճառքի մասին հայտարարվել էր դեռ ապրիլին, իսկ գործարքն ավարտվել է նախօրեին։ Սողանք է տեղի ունեցել Սերբիայի Կրագուևաց քաղաքում, այն հասել է քաղաքի համալսարանի գիտական կենտրոնի շենքին։ Բնության ուշագրավ տեսարան է առաջացել Պսկովի Վելիկայա գետի վրա։ Ձնախյուսերը առաջանում են, երբ ձյունը թափվում է գրեթե սառչող ջրի վրա։ Թրջվելով ձյունն արագ վերածվում է կպչուն հյուսանման զանգվածի, ստեղծելով հազվադեպ դիտվող բնական երևույթ։ Զառա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերը թարմնորություններով եթերում կլինի ժամը 15-ին, ժամը 15-ին տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Հութավյանը։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բոլորից արդյունավետ օրվա շարունակություն։